Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, Վենսի այցից հետո Ալիևը հարցազրույցում ըստ էության բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ կարձակվի։ Նա նշել է, որ պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունից հետո, եթե առաջարկեին դատապարտվածներին ազատ արձակել մի քանի ամիս անց, ինչ արձագանք կլիներ։ Այս խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ալիևի այս դիրքորոշումը ինչպես եք մեկնաբանում։ Ինչպես կարելի է մեկնաբանել։ Հստակ նշել է Նյուրնբերգյան դատավարություն, այսինքն ֆաշիստներին է դատել։ Այսինքն Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Եթե Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ բռնազավթել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը պատկանող 20%-ը, շահագործել է հանքերը, վտարել է այնտեղ բնակվող քոչվորներին, ոչնչացրել է այնտեղ երբևիցե գոյություն չունեցած նրանց մշակութային ժառանգությունը, հետևաբար պետք է ռազմական կոնտրիբյուցիաներ վճարի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը ինքնակամ ուղղակի հանձնվելու քաղաքականություն է։ Ինքնակամ հանձնվելու, ոնց որ Շահան Նաթալին էր ասում էր Թուրքի համար խաղաղությունը ոչ թե բարեկեցության կանոններ ապահովելն է, այլ հայի ինքնակամ մորթվելու ցանկությունն է։ Նիկոլ Փաշինյանը կապիտալիզացնում է դա։ Ես սոցիալական կայքերից մեկում իմ Facebook-յան պաշտոնական էջում տարածեցի մի կարճ տեսանյութ, որտեղ բացատրում եմ այս հանգամանքը եւ քառորդ միլիոն մարդ է արդեն դիտել։ Ընդ որում ձեր ուշադրությունը ուզում եմ գրավել մի հանգամանքի վրա, որ իմ էջում բացասական ֆոնի տեսակետից ակտիվացել են թուրքերը եւ թուրքանման հայերը։ Ես խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձրեք։ Իմ էջում իմ անձը թիրախավորում են այժմ թուրքերը եւ թուրքանման հայերը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Պարոն Սիմոնյան, եւ երբ Ալիևը Վենսի հետ այս հարցը քննարկելուց, գերիներին ազատ արձակելու հարցը քննարկելուց հետո է նման հայտարարություն անում, սա նշանակում է, որ Ամերիկան եւս անզոր է այս հարցում մարդասիրական աջակցություն ցուցաբերել։ Իսկ ինչի նախաձեռնությունը Միացյալ Նահանգների կողմից դուրս գա, որտեղ եք նման բան տեսել։ Միացյալ Նահանգները կարող է օժանդակել արդեն դուրս եկած նախաձեռնություն, բայց Միացյալ Նահանգները նախաձեռնողական կարող է լինել բացառապես սեփական ազգային շահերով պայմանավորված։ Հայ գերիները Ադրբեջանում նստած Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ ինչ կապ ունեն։ Նախաձեռնող կողմը պետքա լինի Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնի եւ այդ նախաձեռնությամբ հանդես գա, գուցե եւ Միացյալ Նահանգները այդ պահանջը առաջ տանի, որտեւ Ալիևը որ հարցնի ասի ինչի եք այդ նախաձեռնությունը առաջ տանում, պիտի ասին, որտեւ հայերը ուզում են եւ բարիդրացիական կապեր հաստատելու համար դա պարտադիր պայման է։ Իսկ հիմա ինչ պիտի ասի, պիտի ասի մենք ենք ուզում, ինչի եք դուք ուզում։ Ուզում ենք, որովհետեւ մենք այդքան բարի ենք։ Դուք այդքան բարի եք Գրենլանդիան եք ուզում զավթեք։ Ուտեղ քաղաքական պոլեմիկան գնաց առաջ։ Նախաձեռնողականությունը պետքա ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դուք ինքներդ ձեր շահերի պահանջը չեք ներկայացնում, ինչ ակնկալիք ունեք, որ օտար երկրյա քաղաքական գործիչները ձեր պահանջը կբարձրաձայնեն։ Դա նույնն է Նարեկ ջան, ոնց որ կռիվ անելուց լինեք, ձեզ ինչ որ մեկը նեղացնի, գնաք ձեր ընկերներին ասեք եկեք իմ արժանապատվությունը միասին պահենք, բոլորով գնաք կռվի դաշտ, որտեղ որ պետքա կռիվ անեք մյուս տղաների հետ, ու դուք փախչեք այդտեղից։ Հետո էլ կանգնեք ասել ձեր ընկերներին ինչի կռիվը չշարունակեցիք։ Հիմա Հայաստանը փախչում է իր պատասխանատվության չափաբաժնից։ Սկուտեղի վրա մատուցում է բոլոր այն հնարավոր դիրքորոշումները, որը որ կա։ Եթե խաղաղություն է հաստատվում համահավասար տարածաշրջանում, ինչու Հայաստանում թրիփ կա, Ադրբեջանում թրիփ չկա։ Ինչու Հայաստանում ֆրոնտ օֆիս կա, բեք օֆիս կա, Ադրբեջանում չկա։ Հայ ժողովուրդը կարոտ է ադրբեջանցիների սփաթը տեսնելուց սահմանն անցնելիս։ Այդ որ նրանք չեն ուզում հայ երես տեսնեն։
Եվ ամենազավեշտալին գիտեք որն է, որ հարցազրույց տալիս Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը իրեն թույլ է տալիս մի խղճուկ արտահայտություն, որը նորմալ պետությունների նորմալ ղեկավարը իրեն թույլ չէր տա։ Ասում էր ի վերջո այս թրիփը, որը 40 տարվա մասին է ըստ էության խոսքը գնում, նշանակում է, որ այդքան ժամանակ Հայաստանը լինելու է անկախ։ Դուք զգում եք ստեղ նրբությունը, հղում է կատարում օտար պետության պոտենցիալի վրա։ Իսկ ձեզ համար դաս չեղավ, որ օտար պետության պոտենցիալի վրա հղում կատարելը անկախության երաշխավոր չի կարող լինել։ Երկրի ղեկավարը իրավունք չունի օտար պետության պոտենցիալի վրա հղում կատարելով հիպոթեզ հնչեցնի, որ նշանակում է այդ տարիների ընթացքում Հայաստանը անկախ է լինելու։ Անհարմար չի։ Դու ինքդ քո կատարած աշխատանքի վրա պետք է հղում կատարես։ Դու արդեն հուղարկավորել ես մտքումդ Հայաստանը եւ Հայաստանի ռեհաբիլիտացիայի բոլոր հնարավորությունները։ Այդ դեպքում ինչի՞ չես հղում կատարում քո վարած քաղաքականության վրա, որ ասես ու ոչ միայն քո, այլ նաեւ քո հաջորդների վարվելիք քաղաքականության վրա, որ ասես դեմոգրաֆիան կշտկենք, տեխնոլոգիական առաջընթացը կշտկենք, տնտեսությունը կկարգավորենք, երկիրը կդարձնենք ամրոց, լեռներում ծվարած, որ որևէ մեկը ով որ հանդգնի մեր ինքնիշխանությունը տապալելու փորձեր կատարելու ուղղությամբ մենք պատժիչ այնպիսի գործողություններ կծավալենք, որ քիչ չի թվա եւ կվտանգենք դրանց պետական կայունությունը։ Ինչ ես հղում կատարում մի պայմանագրի վրա, որի ապագան երերուն է, ինչ ես հղում կատարում օտար երկրների պոտենցիալի վրա, ոչ թե ելնում ես քո դիմադրողականության եւ աշխատանքի վրա։ Այս ամենախղճուկ հանգամանքն էր, որ ես նկատեցի այս իրավիճակներում եւ այս գործընթացներում։ Վենսի այցելությունն էլ ես բնութագրեցի տարածաշրջան, որ նա երկրորդական նշանակության, երկրորդական կարևորության պետություն է գալիս, առաջնայինը գնալու է հետո եւ որոշ սազանդարներ վեր կացան ու ասեցին Հայաստանն ամենակարևորն է, լուրջ եք ասում։ Ինչով էր Հայաստանը երկրորդային, իսկ Ադրբեջանը առաջնային։ Թրիփը ինչի մասին է, այստեղից հարց։ Ենթակառուցվածքների, չէ։ Դուք քարտեզին տիրապետում եք, հարգելի Նարեկ։ Դուք այդ քարտեզին տիրապետելով նայում եք, չէ՞, այնտեղ մի ընդամենը 40 կիլոմետրանոց հատված կա, որտեղ մենք համաշխարհային տրանզիտ ուղիներին հաղորդակից ենք, բայց այդտեղ մտնող ցանկացած ենթակառուցվածք շատ ավելի հարմար դիրքավորում է ունենալու, եթե այդտեղ մտնելուց հետո անմիջապես հատի Ադրբեջանի կամ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքները։ Եթե ձեր ենթակառուցվածքների կարևորագույն չափաբաժինը առանց հարևան պետության տիրապետման տակ գտնվող տարածքների չի կարող գոյություն ունենալ, ինչպես կարող եք դուք առաջնային լինել։ Եթե ենթադրենք այլ կերպ ձևակերպեն, որ բոլորը հասկանան, անգամ բթամիտները, որոնք որ գուցե եւ լսում են չեն հասկանում, եթե ենթադրենք Նախիջևան եւ Ադրբեջանի Հանրապետություն սահմանագոտին փակ լինի, երկաթուղին Իրանի Իսլամական Հանրապետությունով մտնի Սյունիք, ուր է գնալու։ Կարողանալու է Վայոց ձոր հետո Արարատ։ Այնտեղ 45 աստիճան թեքությունից բարձր թեքություններ կան եւ միլիարդավոր դոլարներ կնստի նմանատիպ երկաթուղին կառուցելը։ Մենք անգամ ինքներս երբ որ ճանապարհորդում ենք, գնում ենք դեպի Մեղրի, տեսնում ենք այդ տրանզիտ բեռնատարները ինչպես են խցանում, չէ՞, ճանապարհները։ Անգամ անվավոր տրանսպորտի համար դժվար անցանելի սերպանցիններ ու ճանապարհներ են։ Նշանակում է, որ առանց Նախիջևան մուտք գործելու Սյունիքի հետ կապը միջազգային բեռնափոխադրումների համար անիմաստ է դառնում։ Եթե առանց Ադրբեջանի մասնակցության քո տարածքի միջոցով միջազգային տրանզիտը խնդրահարույց է նվազագույնը, նշանակում է դու երկրորդային ես։ Իսկ եթե ենթադրենք հայկական կողմն ենք արգելափակում Սյունիքը Նախիջևանի հետ եւ այլն, Ադրբեջանը զրկվում է միջազգային տրանզիտ ուղիների ենթակառուցվածքների գործարկումից։ Ոչ, որովհետև երկաթուղին
կմտնի միլի դաշտավայրով կբարձրանա Վրաստան, այն ենթակառուցվածքով որով կա Վրաստանից էլ կմտնի Թուրքիա։ Եվ վերջ, մետաքսը ճանապարհը կյանքի կոչվեց այդ ճանապարհով։ Ստացվեց, որ եթե Ադրբեջանը չի մասնակցում, դու ընկնում ես բլոկադայի մեջ, եթե դու չես մասնակցում, Ադրբեջանը չի ընկնում բլոկադայի մեջ։ Հետևաբար ստեղ մի հատ նորից էլի թարմացնեմ սենց է հարցը ձևակերպումը։ Եթե այդպես է, ըստ Միացյալ Նահանգների ռազմավարության մշակների, առաջնայնություն ո՞ր պետությունը ունի։ Էսա մի երկու սենտիմենտալներ կասեն ոնց, բա մեր խաչքարները, բա մեր քրիստոնեությունը, բա մեր գեղեցիկ աչքերը, բա մենք հին քաղաքակրթություն ենք, լուրջ եք ասում։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ բաց երկնքի տակ ձեր հին քաղաքակրթությունը դրին քամուն տվեցին 20-րդ դարի առաջի կեսին։ 21-րդ դարի առաջի կեսին էլ Արցախի ձեր հին քաղաքակրթությունը դրին քամուն տվին։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Նրա մասին է, որ պետք է լինեք ուժեղ, եթե դուք ձեր ռազմաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները առաջ չեք մղում, վենսից ինչ ակնկալիք ունեք։ Խեղված եւ բորբոքված մտածելակերպ ունեցող մարդը կարա ենթադրի ինքն իր շահերը չպաշտպանի, դիմացինը գնա բարձրաձայնի իր շահերը։ Ոնց է այդպես ստացվում։ Իսկ այդ ռազմաքաղաքական ղեկավարներին, որ ասում եք պետքա վերադարձնեք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե նրա համար, որ իրանք այնքան լավն են, որ քորանամ ես, որ Բաքվի բանտում կտանքների են ենթարկվելու, ոչ, նրանց դա էլ է քիչ, բայց Բաքվի բանտում գտնվելը եւ Բաքվի բանտի օրենսդրությամբ դատվելը անուղղակիորեն վերաբերվում է հայկական պետականության դատավարությանը, չեք հասկանում, որ եթե նրանք դատվել են Ադրբեջանի օրենքներով եւ նստած են ադրբեջանական Բաքվում, նշանակում է նրանց քրեական վարույթները անուղղակիորեն վերաբերվում են հայկական պետականությանը։ Այդ անձիկ պիտի վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն եւ կանգնեն հայկական դատարանի առաջ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ պատասխան տան, թե ինչու տասնամյակներ շարունակ քամուն տվեցին հայկական պետականության դիմադրողականությունը եւ Արցախի դիմադրողականությունը։ Սա է ամբողջ հարցը։ Պարոն Սիմոնյան, Վենսիայցը ընդհանրապես որևէ դրական միտում ունեցավ Հայաստանի համար, թե ոչ։ Դրական միտում ունեցավ այն հանգամանքով, որ առաջին անգամ այդ աստիճանի բարձրաստիճան պետական պաշտոնյա այցելեց Միացյալ Նահանգներից, սա նախադեպի ինստիտուտ ձևավորեց։ Հաջորդ դրական այցելության հետ կապված դրական հանգամանքը դա մոդուլային միջուկային կայանների տեղակայումն է Հայաստանի Հանրապետությունում, ռազմաարդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներին ու չասենք լիարժեք նորագույն տեխնոլոգիաների։ Կարելի ասել վերջին սերնդի սպառազինության տեխնոլոգիաների մուտքի վերաբերյալ փոխստեք պայմանավորվածությունները եւ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հեռանկարները, բայց այն ինչ որ ես ասեցի, ապագայի միտված գործընթացներ է։ Դրա համար դուք պետքա կարողանաք աշխատանք անել։ Միջուկային ֆիզիկայի զարգացման հանգամանքը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Մոդուլային միջուկային կայանների տեղակայումը չպետք է նշանակի ստացիոնար միջուկային էլեկտրաէներգիա արտադրող բլոկների ապամոնտաժում եւ չեղարկում, որտեղ մոդուլային միջուկային կայանները հեշտությամբ կարող են նորից էլի տանել քո երկրից։ Ի տարբերություն ատոմակայանի։ Ներկայիս գործող ատոմակայանը արդեն բարոյապես եւ ֆիզիկապես մաշված կարգավիճակում է։ Հետևաբար ես առաջարկել եմ, որ միջուկային էներգիայի առումով Հայաստանը վարի դիվերսիֆիկացիայի, բազմազանեցման քաղաքականություն։ Այսինքն մոդուլային միջուկային կայանները եկեք գործարկենք Միացյալ Նահանգների հետ համատեղ, իսկ ատոմային էլեկտրաէներգիայի կայան կառուցենք Ֆրանսիայի հետ։ Մեզ 800 մեգավատանոց ատոմակայան է պետք։ Ներկայիս ատոմակայանի մի բլոկը 800 մեգավատ է, եթե չեմ սխալվում, կամ 600 մեգավատ է։ Երկու բլոկն իրար հետ ժամանակին 1200-ի կարգի էին, եթե չեմ սխալվում, ստուգել է պետք։ 800 մեգավատանոցը լիարժեք գործող բավարար կլինի այս իրավիճակներում, բայց դա հնարավորություն կտա քեզ ռազմավարական ապագայի
համատեքստում միջուկային էներգետիկա ունենալ։ Իսկ մոդուլային ատոմային կայանները դա ռազմավարական ապագայի մասին չի։ 5 տարի հետո կարան հավաքեն տանեն։ 5 տարի հետո կարան հավաքեն տանեն ու դու միջուկային պետությունից վերածվես ոչ մի բանի պետության, չպետության։ Դրա համար ստացիոնար ատոմակայանը միևնույն է մեզ համար կարևոր է։ Ունենալ ատոմակայան նշանակում է ունենալ միջուկային ֆիզիկա, ունենալ միջուկային ֆիզիկա նշանակում է ունենալ միջուկային տեխնոլոգիաներ, ունենալ միջուկային տեխնոլոգիաներ նշանակում է ունես ռազմավարական զսպում իրականացնելու հնարավորություններ։ Իսկ եթե դու ռազմավարական զսպում չարեցիր, քեզ տրորելու են անցնեն։ Հայոց ցեղասպանությունը շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած կառավարությունը փորձանք է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ բարեբախտաբար մենք ունենք շանս 3 ամիս հետո նրանց փոխարինելու։ Տեսնենք հայ ժողովրդը ինչպես կքվեարկի։ Նրան փոխարինելու ցանկություն ունի նաև Սամվել Կարապետյանը, ով չի կարող հավակնել օրենքով սահմանադրությամբ, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։ Դուք այս ուժեղ Հայաստան կուսակցության այս հայտարարությունը արդեն պլանը հա թե ինչպես են Սամվել Կարապետյանին դարձնելու վարչապետ, ինչպես կմեկնաբանեք։ Ես մի բան կասեմ, հարգելի Նարեկ, դուք հիմա հարց եք հնչեցնում մի անձնավորության, ում դիտումները 5 անգամ ավելի շատ են, քան նրանց տեսանելիությունը համացանցում։ Այսինքն օգտագործելով իմ անձը ուզում եք գովազդեք նրանց։ Որն է նպատակը, էլի, որ ուզում եք գովազդեք նրանց, կամ այլ լրատվական միջոցների դուք ուզում եք հարատև փորձանքների հնարավորություն ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Ես 4-րդ իշխանությանը կոչ եմ հնչեցրել, չէ։ Ասել են, որ դուք ձեզ պատասխանատու չեք զգում առհասարակ Հայաստանի ապագայի նկատմամբ։ Դուք գեներացնում եք պարբերաբար հարցազրույցներում աղտեղություններ եւ անցած գնացած իրողություններ։ Այսինքն դուք կարծում եք, որ քաղաքական գործընթացների մասին չպետք է խոսեն մյուս։ Ես կարծում եմ, որ շինծու քաղաքական գործընթացների մասին չպետք է խոսենք։ Ու ավելացնեմ, որ նման անձանցով փոփոխությունները փոփոխության մասին չեն, անձերի փոխարինման մասին են։ Ես իմ հարցազրույցների ժամանակ մի անգամ ասել եմ 4 գլխանի վիշապի մասին։ Եվ չեմ ուզում կրկնել։ Դուք խոսում եք Հայաստանի Շնորհապետական կուսակցության առաջնորդի հետ, որը հայտարարել է, որ մասնակցելու է 26 թվականի ընտրություններին եւ առաջ է քաշել իմ տեխնացությունը։ Եվ բոլոր սոցիոլոգիական հարցումներով եւ անալիզներով, նաև արհեստական բանականության կիրառմամբ, սոցիալ մեդիայի ուսումնասիրություններով մենք երկրորդ, երրորդ տեղը հանդիսացող ուժ ենք այսօր, դեռ ժամանակավորապես հավակնում ենք առաջին տեղին։ Դուք ինձ հարց եք տալիս մի անձնավորության մասին, որը վերապրուկների մոդելավորում է։ Մեկն է։ Ես չեմ համարում նրան մրցակից, նա արհեստական, քաղաքական դաշտ նետված ֆիգուր է։ Եվ ես ձեզ կարող եմ երկու առնվազն ուղղություն ում կողմից մոդելավորված։ Մեկը իմ գնահատմամբ արտաքին ուժ է, մյուսը ներկայիս իշխանություններն են, որ իրանց համար ընդդիմություն հայտնվի, իրանց համար հարմար ընդդիմություն հայտնվի խորհրդարանում, որ նույն 5 տարվա աղետը բերեն ձեր գլխին, ձեր հայրենիքի վրա։ Ես չեմ հասկանում, լրագրողական հանրույթը առհասարակ սա գիտակցում է, թե ոչ։ Դուք ուզում եք եւս 5 տարի ստանալ մի խորհրդարան, որը նույն այս խորհրդարանի պատկերն է լինելու բոլոր ռիսկերով եւ ունջով հագեցած։ Սուր զգացողությունների սիրահար եք։ Եկեք խոսենք Շնորհապետական կուսակցության մասին եւ նրա ծրագրերի մասին։ Պարոն Սիմոնյան, երկաթուղու հետ կապված նոր զարգացումներ կան ըստ էության, եթե նախկինում իշխանությունն ասում էր, որ պետք է Ռուսաստանը գա վերանորոգի անհրաժեշտ կտորները, հիմա ասում է, որ արևմտյան գործընկերների սրտով չէ, որ Ռուսաստանն է կառավարիչը եւ պետք է այլ կառավարիչ փոխել։ Սա իրատեսական կարող ենք համարել, Ռուսաստանը կհրաժարվի երկաթուղու կառավարումից, թե ոչ։ Ռուսաստանը ոչ մի բանից չի հրաժարվի, դրանց դուրս շպրտել է պետք։ Ռուսաստանը ոչ մի բանից երբևիցե իր կյանքի ընթացքում չի հրաժարվել։ Ռուսաստանը չի հրաժարվել անգամ արևելյան Գերմանիայից։ Նրանց դուրս են շպրտել։ Հիմա արևելյան Գերմանիայի հասկացություն կա։ Ռուսաստանը ժամանակին չէր հրաժարվի Փարիզից։ Նապոլեոնի նկատմամբ հաղթանակից հետո մտել են Փարիզ, չէ՞։ Բայց հիմա իրանք Փարիզում կան։ Ոչ, դուրս են շպրտվել։ Ֆինլանդիայից դուրս են շպրտվել, Մանջուրիայից դուրս են շպրտվել, Ուկրաինայից դուրս են շպրտվել մեծ հատվածից, հիմա մի հատվածը բռնազավթման մեջ է։ Նրանց պետք է դուրս շպրտել։
Եթե միտեղ նրանք մտնում են վերածում են աղբանոցի, այդ տեղի հանրույթը ինքնասիրություն ունի, թե ոչ։ Ինքնասիրություն ունեցող հանրույթները պայքարում են, դուրս են շպրտում, այնպես ինչպես որ 100 տարի առաջ Գարեգին Նժդեհը դա իրականացրեց Սյունիքում։ Անինքնասերները մտնում են նրանց լծի տակ։ Այս առաջարկ այդ դեպքում ինչու է արվում, եթե օրինակ իրատեսական չէ, հա, օրինակ Ղազախստանին հանձնել կառավարումը Միացյալ Էմիրություններին կամ այլ պետության, որը ըստ Նիկոլ Փաշինյանի պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա եւ Ռուսաստանի հետ եւ Հայաստանի, այսինքն մոտեցում, որ ամեն կերպ Ռուսաստանին չնեղացնել ըստ էության։ Արեգ ջան, այն որ Ռուսաստանը չի ցանկանում դուրս գալ, դա չի նշանակում, որ իրենց դուրս չպիտի բերենք։ Խնդիրը այլ հարցում է, դուք ինչ եք հռետորական բառախաղի մեջ մտնում, դուք չէ, իշխանությունները։ Ինչ են մտնում հռետորական բառախաղի մեջ, ասում են արևմտյան գործընկերները չեն ախորժում, դրա համար պետք է փոխեն։ Եղբայր այլ բան պետք է ասես։ Պետք է ասես 30 տարի ուրիշ բան ես խոսք տվել, ոչինչ արված չի, կոնսենսիոն կառավարումը ավարտվեց։ Հաջողություն։ Ձերքից առնել է պետք։ Եվ ոչ մի ղազախական կազմակերպություն եւ ոչ մի ամերիկյան կազմակերպություն հայկական պետությունը պետք է կարողանա կառավարի իր ենթակառուցվածքները։ Սա մեր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներն են։ Հայկական պետությունը պետք է կառավարի երկաթուղին։ Բայց մենք տարբերակների մեջ դա չենք տեսնում, իհարկե Նիկոլ Փաշինյանին փորձեցի հարցնել, թե ինչու հայկական կողմը չի ստանձնում կառավարումը, սակայն հարցը լսեց եւ առանց պատասխանելու հեռացավ։ Արդյոք Հայաստանն ունի այդքան միջոցներ երկաթուղին կառավարելու, որովհետեւ այս տարիների ընթացքում մոնիթորինգը ցույց է տվել, որ ռուսական կողմը ինչ պարտավորություններ ուներ ներդրումների հետ կապված չի արել, մի բան էլ Հայաստանի պետբյուջեից աջակցություն է ստացել, որպեսզի կարողանա գոյատևել։ Հիմա ունենք մի համակարգ, որտեղ լուրջ ներդրումներ են պետք։ Հայաստանը ունի այդ հնարավորությունը։ Պետք է ստեղծել։ Չունես, պետք է ստեղծես։ Իհարկե չունենք, ավիրված է։ Ամբողջ ենթակառուցվածքը սկսած երկաթուղու ուղիներից մինչև շարժակազմ, ավիրված է, պետք է ստեղծես։ Եթե ցանկանում ես լինել անկախ պետականություն ունենալ, պետք է ստեղծես։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանը, որ ձեր հարցին չի պատասխանել, ըստեղից դուք պետք է արդեն անուղղակի հետևություն անեք։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը հայկական պետության մասին է, ուժեղ պետության մասին է, ինքնիշխան պետության մասին է, թե ոչ։ Ենթադրությունները թողնում են բոլորին։ Պարոն Սիմոնյան, պարզապես տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է Ռուսաստանը գա վերանորոգի, պաշտոնական արձագանք չի լինում, հետո մի երկու ամիս հետո մեկ այլ առաջարկ է անում, որ վաճառվի կառավարումը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ինչ որ պետության։ Հիմա եթե օրինակ սրան էլ չլինի ինչ որ արձագանք պաշտոնական Ռուսաստանից, այսինքն ելքը ո՞րն է լինելու այս իրավիճակում։ Կողքը թազա երկաթուղի սարքեք, լավ, որ այդքան վախենում եք։ Պետք է վերանորոգեք, 5% ավել գումար հատկացրեք, կողքը նոր երկաթուղի սարքեք։ Ավտոմատ դառնալու է զիբիլ, նրանց կոնսենսիոն կառավարման տակ գտնվող ուղիները։ Մեկ անդե վերանորոգելու բան չկա։ Ստանդարտներն միջազգային մակարդակի չեն։ Նորը սարքեք կողքը։ Ումից եմ վախենում։ Բոլորից, Թուրքից, Ադրբեջանցուց, Ռուսից, իրական հայկական ընդդիմությունից, գրիպից, մրցակցությունից, լրագրողների հարցերից, բոլորից։ Եվ ընտրություններին ընդառաջ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունը դուք միջամտություն համարում եք ընտրական գործընթացներին, թե ոչ, Փաշինյանին աջակցելուն ուղղված։ Ես կարծում եմ, որ նա հագուրդ է տվել խնդրանքին։ Հագուրդ է տվել խնդրանքին, բարի կամքի դրսևորում է ցույց տվել, բայց դա հայկական էլեկտորատը հո չի նայելու JD Vance-ը ում է համակրում կամ ում է հավանում։ Հայկական
ընտրախավը նայելու է իր համոզմունքներին եւ իր ներքին զգացողություններին, որտեղ մենք ենք ապրում այս իրականության մեջ, մենք ենք տեսնում։ Ջեյ Դի Վենսը հերույ է։ Եվ հետո Հայաստանի Հանրապետությունում ես խիստ մտահոգություններ ունեմ, որ ժողովրդավարությունը հուղարկավորելու փորձեր են կատարում։ Մի ուժ, որը հակասահմանադրական գործողությունների միջոցով եկավ, դարձավ իշխանություն, հակասահմանադրական գործողություններ իրականացնելու հանգամանքը քրեականացնելու բանաձևեր են ընդունում։ Հասկանում եք։ Այսինքն սա ժողովրդավարության հուղարկավորման փորձեր են, որ ես մտահոգությամբ նայում եմ եւ ակնառու է, եւ ես կոչ եմ անում արևմտյան պետությունների ղեկավարներին, որպեսզի նրանք աչալրջորեն վերահսկեն Հայաստանի Հանրապետությունում մոտալուտ գործընթացները։ Ես շնորհապետական կուսակցությունը նամակներով նաև դիմել է արտերկրի մեր գործընկերներին, որպեսզի դիտորդական առաքելություն ուղարկեն եւ ուշով վերահսկեն, որ Հայաստանի Հանրապետությունում մոտալուտ համապետական ընտրությունները տեղի ունենան օրենքի շրջանակում։ Պարոն Սիմոնյան, երբ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքներին ի պատասխան է Վենսը նման հայտարարություն արել, իսկ ում խնդրանքներով հեռացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ գրառումն ու հրապարակումը։ Ալիևի խնդրանքով անձնական եւ փոխարենը այցելեց հանցագործների եւ ահաբեկիչների պուրակ։ Հանցագործների եւ ահաբեկիչների, որոնք հայկական ցեղասպանություն էին իրականացնում Սումգայիթում, Բաքվում, Գարթմանում եւ Արցախում, եւ որոնք որ սատկացվել են հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից, որ մեր երեխաներին չկարողանան հասնեն, եւ այդ հանցագործների պուրակ այցելեց Վենսը։ Բայց իրելի հայրենակիցներ, սա էլ իմացեք, որ հանկարծ ինֆորմացիոն ահաբեկչության զոհ չդառնաք, այն որ Հայաստանի Հանրապետության ներքին օղակները փորձում են իրականացնել, այդ թվում նաև կոլաբորացիոնիստ ղեկավարների կողմից եւ այդ թվում նաև ներկայիս իշխանության սպասարկող սազանդարների կողմից։ Ուշադրությամբ հետևեք process-ներին։ Եվ սա Միացյալ Նահանգների տեսանկյունից ինչ է նշանակում հետ քայլ հայոց ցեղասպանության թեմայով, որտեղ նախկին նախագահը ճանաչել էր ցեղասպանությունը։ Ոչ, Միացյալ Նահանգները ճանաչել է, Միացյալ Նահանգների անունից հանդես գալու իրավունք ունի բացառապես կոնգրեսը։ Հիմա այս տարի նոյեմբերի 6-ին կոնգրեսում ընտրություններ են ծավալվելու Միացյալ Նահանգներում։ Արդեն մենք կանխակալ կարող ենք հասկանալ, որ Միացյալ Նահանգներում դեմոկրատները ունեն ահռելի աջակցություն, անգամ այն ավանդական նահանգներում, որտեղ հանրապետականները ավանդաբար հաղթանակ էին տոնում, օրինակ Տեխասում։ Նման բան չի եղել, դա էքստրաօրդինար իրավիճակ է, որ Տեխասում դեմոկրատները առաջ են անցել հանրապետականներից։ Հետևաբար հռետորական հարց։ 2026 թվականի նոյեմբեր կոնգրեսում դեմոկրատները բացարձակ մեծամասնություն են ստանում։ Ինչ եք կարծում, Թրամփի նկատմամբ ինչ գործողություններ կծավալվեն։ Հռետորական է հարցը, կարող եք չպատասխանել, բայց դժվար չի ենթադրել, որ նրա էքստրաօրդինար քաղաքականությունը հանգեցնելու է իմպիչմենտի։ Որտեղ Թրամփը ոչ միայն փորձարկման դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդավարական համակարգը եւ դատական համակարգը, նա փորձարկման դրեց նաեւ հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի, հյուսիսատլանտյան դաշինքի կայունությունը։ Եվ դա էքստրաօրդինար քաղաքականություն է Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում։ Հետևաբար դժվար չի ենթադրել, որ 2027 թվականի ձմռանը գուցե եւ ծավալվեն իմպիչմենտի գործընթացներ։ Իսկ ինչ եք կարծում, եթե Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ ծավալվեն 2027 թվականի առաջին կեսին եւ այնտեղ ակնհայտ ֆավորիտ լինի, ենթադրենք դեմոկրատներից Միշել Օբաման, այդ կարճատև վակուումային իրավիճակից օգտվելու հնարավորություններ որ պետությունները կցանկանան ունենալ տարածաշրջանում։
Հետևաբար ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությանը, սիրելիներ, հունիսին իրականացրեք փոփոխություններ եւ տվեք շանս 7 ամսվա, 8 ամսվա նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նոր կառավարությանը, մեր նոր պետական կառավարման համակարգ է պետք եւ դիմադրողականության նոր աստիճան, որի հիմքերը եւ որի սաղմերը կարող ենք այդ 8 ամսվա ընթացքում գոնե դնել, գոնե արդարությունը վերականգնել, գոնե կարող ենք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունում լրտեսական գործունեություն իրականացնող կոլաբորացիոնիստները եւ հայկական պետականության դեմ աշխատածները երբևիցե հնարավորություն չունենան մասնակցել ընտրական գործընթացներին։ Պետական կառավարման համակարգը կարող ենք իմի բերել, կարող ենք արժանիներին բերել բարձրաստիճան պաշտոնական պաշտոնների նշանակել, որոնք որ ճգնաժամային իրավիճակներում ճգնաժամային կառավարման հմտություններով օժտված կլինեն։ Հնարավորություն կունենանք այդ ամիսների ընթացքում գոնե տարածքային պաշտպանական ուժեր զարգացնել, կարողանանք մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման նոր մոդել իմպլեմենտացնել, մաքրել զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել։ Սա հնարավորություն կտա դիմադրողականության շեշտակի ավելացման կարճ ժամանակահատվածում, իսկ եթե Աստված մեզ կշնորհի եւս ժամանակահատված խորքային բարեփոխումների իրականացման հնարավորություն կունենանք, իսկ մենք գիտենք, որ անընդհատ Աստվածատուր ժամանակի միջոցով մենք կարողանում ենք հետաձգել աղետը, բայց այդ հետաձգելու ժամանակահատվածը չենք օգտագործում հայկական պետականության դիմադրողականության աճով ապահովելու համար, իսկ մենք գիտենք, որ խաղաղությունը հարատև դարձնելու համար հնարավորություն կտա դա մեզ միայն ուժեղ պետականությունը, ուրիշ ոչ մի բան, ապավինել օտարերկրյա պետությունների կամ այդ պետությունների բարձրաստիճան ղեկավարների կամքին, դա նշանակում է լինել կռնատ թռչուն, որն ընկած է աղվեսների բնի մոտակայքում։ Չի կարելի այդպիսի քաղաքականություն իրականացնել։ Պարոն Սիմոնյան, եւ վերջում նշեցիք, որ եթե ունենաք հնարավորություն, իշխանություն, լրտեսական ցանցի դեմ կպայքարեք, դա ընդդիմադիր շրջանակների, թե նաեւ իշխանական շրջանակների մեջ։ Նարեկ ջան, դրա համար, որպեսզի այդ հարցին պատասխանեմ, հատուկ տեղեկատվություն պետք է ունենամ։ Իմ ենթակայության տակ ԱԱԾ չկա, որ ես իմանամ ով է լրտես, ով չէ։ Երբ որ հատուկ ծառայություններ կլինեն ենթակայության տակ, որ տրցակներով, թղթերով կասեն, անուն ազգանուններ կտան, այդ անձիկ արդեն կկանգնեն պատասխանատվության առջև, հայկական պետականության դեմ պայթեցնող քաղաքականություն իրականացնելու հոդվածներով եւ պետական դավաճանության հոդվածներով։ Բայց եթե հիմա ասում եք, որ պետք է լրտեսական ցանցերի դեմ պայքարել, գիտեք, չէ՞ որ ինչ-որ շրջանակներ կան արդեն։ Դե իհարկե կան, ինչի դուք կասկածում եք։ Իհարկե կան, բա հետ խորհրդային պետության ներսում, որ ավանդաբար ռուսական ազդեցության գոտի է համարված եղել, եւ ոչ միայն ռուսական, այլ հարևան պետությունների, Իրանի, Թուրքիայի, դուք բացառում եք, որ կլինեն, մենք այնքան կուր պետական համակարգ ենք ունեցել, որ այդ արտաքին ազդեցություններից կարողացել ենք մաքուր եւ ստերիլ պահել, ես լիքը կասկածներ ունեմ։ Իսկ եթե կասկածներ ունեմ, ես չեմ բացառում, որ Հայաստանում լրտեսական ցանցը վխտում է ուղղակի, բայց որpեսզի դա հստակ իմանաս, փաստեր պետքա ձեռքիդ տակ լինի։ Իսկ փաստերով ով է տիրապետում։ Փաստացի իշխանությունները։ Այն մարդը, որ իշխանություն չի եղել եւ դեռևս չի կարող փաստեր ունենալ։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, հարցազրույցի համար։ Սիրով, լավ եղեք, ոգով եղեք, հարգելի Նարեկ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր սիրելի 4-րդ իշխանության ներկայացուցիչներին։ Ձեզանից շատ բան է կախված, մի թերագնահատեք ձեր հնարավորությունները։ Այն միտքը, որը որ դուք գեներացնում եք, վերջում ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Եղեք պատասխանատու քաղաքացիներ, ինչպեսին որ ես ձեզ ճանաչում եմ, եւ մաս մեդիայի միջոցով իրականացնենք ու գեներացնենք այն ապագան, որը ուզում ենք տեսնել։ Մի մոռացեք, որ ժամանակին Չերչիլն ասում էր. տվեք ինձ ցանկացած պետության զանգվածային լրատվական միջոցները, եւ ես յուրաքանչյուր հասարակությունից կստանամ խոզերի զանգվածի։ Մեր մաս մեդիան, զանգվածային լրատվամիջոցները եւ լրատվականները ու լրագրողները, անհատ լրագրողները ճակատագրի բերումով, թե նախախնամությամբ
ունեն ահռելի ազդեցություն մեր մոտալուտ ապագայի վրա։ Ահռելի, իմացեք ինչ եք գեներացնում, ինչ կցանեք դա կհնձեք։ Եվ այս խոսույթով ասած ուզում եմ շնորհակալություն հայտնել շնորհապետական կուսակցության կողքը կանգնած քաղաքացիներին եւ հայոց սփյուռքին եւ վստահություն հայտնել, որ հավատում եմ մեր մոտալուտ հաղթանակի նախադրյալները կան։ Առաջ Աստված։